Հայաստանի Հանրապետությունում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է մինչև սովորողի 19 տարին լրանալը, եթե այդ իրավունքը չի իրացվել ավելի վաղ։ Իսկ Հայաստանում այսօր 7 անչափահաս այդ իրավունքից օգտվել չի կարող, քանի որ տնային կալանքի տակ են, եւ այդ պայմաններում անձը չունի ֆիզիկապես դպրոց հաճախելու հնարավորություն։ Կապի միջոցներից օգտվելն էլ արգելված է։ Այլընտրանքային խափանամիջոց տնային կալանքի տակ գտնվող անչափահասները հիմնականում կատարում են հետևյալ հանցագործությունները՝ խուլիգանություն, թմրամոլություն, գողություն, ներկայումս ավելի հաճախակի թմրամոլությունն է։ Տնային կալանքն ու վարչական հսկողությունը 2023-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած քրեական դատավարության նոր օրենսգրքով սահմանված հիմնական խափանման միջոցներն են, որոնք կիրառվում են որպես կալանքի այլընտրանք։ Սակայն գործող օրենսդրական կարգավորումները չեն նախատեսում կրթության շարունակականության ապահովման մեխանիզմներ։ Քանի որ մենք պրակտիկ շփում ենք ունենում այդ անչափահաս շահառուների հետ, 7-ից 6-ը ցանկություն են հայտնել շարունակելու, 6-ից 2-ը Երևան քաղաքի բնակիչներ են, մյուս 4-ը մարզային մարմիններում են հաշվառված։ Խնդրի կարգավորման նպատակով Արդարադատության նախարարությունը քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագիծ է ներկայացրել ազգային ժողով, ըստ որի դատարանը տնային կալանք կիրառելիս կկարողանա սահմանել բացառություն հեռավար կրթության համար։ Սա թույլ կտա օգտվել կապի միջոցներից բացառապես կրթական ծրագրերին մասնակցելու նպատակով։ Այսինքն, եթե օրենքում փոփոխությունը լինի, կալանքի այս թևնոցներն այլևս չեն խանգարի սովորել։ Մենք առավելագույնս փորձում ենք մեր շահառուի հետ տարվող աշխատանքներում ավելի ոգևորել, որպեսզի ոչ թե ամաչեն կամ կարծիք ունենան, որ միգուցե իր համադասարանցիները կարող է այլ կերպ մոտենան իրեն կամ այլ պատկերացում ունենան կատարած արարքի նկատմամբ, իր կողմից դրսևորած վարքագծի նկատմամբ, այլ ընդհակառակը փորձեն աջակցել իրենց ընկերոջը եւ վերաինտեգրեն այն հասարակությունում, այն միջավայրում, որտեղ որ ինքը կարողանա կանգնի ճիշտ ուղու վրա։ Նախագիծը վերաբերում է ոչ միայն դպրոցականներին։ Փոփոխության ընդունման դեպքում հեռավար կրթությունը կարող է հասանելի դառնալ նաև քոլեջներում եւ բուհերում սովորող վարչական հսկողության կամ տնային կալանքի տակ գտնվող անձանց համար։ Նախագծի գործնական կիրառման փուլում հեռավար կրթության կազմակերպման համար անհրաժեշտ կլինեն հեռահաղորդակցության միջոցներ։ Ծառայողների կողմից աշխատանք է տարվում իրենց հետ, ովքեր որ ցանկություն են հայտնում շարունակելու եւ փորձում ենք վերհանել այն խնդիրները, որոնցով պայմանավորված կարող է ինչ-որ կերպ խոչընդոտվել իրենց կրթությունը։ Փոփոխություններ են նախատեսվում նաև աշխատանքային օրենսգրքում, իսկ դա նշանակում է, որ տնային կալանքի տակ գտնվողները, եթե աշխատանքի տեսակը թույլ տա, թեև աշխատանքի գնալ չեն կարող, բայց կկարողանան տնից հեռավար աշխատել։ Նարեշ Ավինյան, Դավիթ Մաչկալյան, լուրերի համար։